Բալիսես։ Որ ասում եմ շատ տեղերում աշխատանքային կանոնները չեն պահպանում անվտանգության։ Մարդու բան չեղը, չէ՞։ Սա կարևորն է դա։ Բալի ժողովուրդ։ Զանգեք թաղապետին։ Դրանը հարիսա չէ, դի հարիսա էլ չգիտի։ Դրանը շատ նեխած կիլկիլնի։ Թաղապետարանն է։ Ո՞վ է։ Գազպրոմը չոտքի աշխատում է, ասա թաղապետարանը չոտքի աշխատի։ Բալի ժողովուրդ ջան։ Մայիսի 7-ն է, Երևան, Շենգավիթ վարչական շրջան, քիչ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում եւ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4 գումարտակներ, չէ, 4 գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյան 135 հասցեում աշխատանքներ կատարելու ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Օպերատիվորեն ժամանել են Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ ժամանել են նաև Երևանի գնդի բարեկները 4 գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ տեղում պարզվել է, որ այս վիճակն է։
վերամբարձ կռունկը հավանաբար աշխատանքներ կատարելիս իմ տեղեկություններով ավտոտնակ ապա մոնտաժելուց կամ տեղափոխելիս հստակ է, որ չի պահպանվի անվտանգության աշխատանքային կանոնները, անվտանգության կանոնները, ինչի հետևանքով վերամբարձ կռունկը այս դիրքում է ընդունվել, բարձրացնելու ձողնել, կոտրել եւ վնասել է մի քանի ծառ է կոտրել, շինության ինչ-որ պատ, էլեկտրալեդ լույսեր, միակ փոփանքը, որ բարեբախտաբար տուժածներ չկան։ Այս հատվածում այստեղ հարևանությամբ բնակիչների կողմից ստեղծվել է մի գողտրիկ գեղեցիկ, կարելի ասել բնություն եւ ինչ որ մարդիկ ուզեցել են այստեղ շենք շինություն ավելացնել, կառուցել, քաղաքացիները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի քաղաքապետարան, սակայն ոչ մի օգուտ։ Կառուցապատողն էլ բերել է հակափաստարկներ։ Իդեպ այս մասին, որ հիմա ես ձեզ ասում եմ, ժամանակին ֆոտոռեպորտաժ տեսանյութ է Շամշանքոմը հրապարակել, կառուցապատողն էլ ասում էր, որ ինքը ոչ մի օրենքի խախտում չի կատարել, ամեն ինչ կատարել է օրենքի սահմաններում։ Իսկ այսօր հավանաբար հենց կառուցապատողը եկել է որպեսի աշխատանքներ կատարի, այս վիճակն է ստեղծվել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Երևանի ԳԳՄ-ի եւ Տրանսգազի ներկայացուցիչները, քանի որ վերամբարձ կռունկի այդ ձողի ընկնելու հետևանքով վնասվել են նաև տեսնում եք գազախողովակների սյունը եւ հիմա դուք ավելի մոտիկից տեսնում եք թե ինչ վիճակ է։ Լեդ լույսերն են վնասվել, սա էլ այն խաղադաշտն է, որը ստեղծել են բնակիչները, խաղադաշտը հարևանությամբ այգին է, տեսնում եք, Սիրուն, կարելի ասել Երևանում նման այգի հատուկեն թաղամասերում կհայտնաբերես։ Այս կողմ էլի։ Երջանիկ պատահականությամբ է, որ լավ է դրսում մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում, որտե՞ղ։ Այստեղ բնակիչներն նշում են, որ իրենք դրսում են եղել, սակայն այնտեղ մի մասն էլ նշում էին, որ ընկնելու պահին կռանի տակ ոչ ոք չի եղել, բայց բնակիչներից մի քանիսն էլ ասում են, որ իրենք եղել են։ Համենայն դեպս փարթան, որ մարդու բան չի եղել։ Այ ապրես մազով են պրծե բնակիչները։ Կուզենայի, որպես հիմա այս պայն այստեղ լիներ Շենգավիթի մեծն թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, ով օրեր առաջ ասում էր, ես կկանգնեմ բնակչի թիկունքին, թույլ չեմ տա, որպեսի կառուցապատվի, բայց մեր զրույցից մի քանի օր հետո նամակ է ուղարկում բնակիչներին հակառակ կարծիք հայտնելով։ Դա էլ մեծն թաղապետի պատասխանը, ասում է մի բան, գրում է մի այլ բան։ Այս սաղ տնկված է բնակիչների կողմից, խնամված է բնակիչների կողմից։ Այստեղ է վագոն տնակը, որը տեղափոխելու ժամանակ տեղի է ունեցել այդ արտակարգ դեպքը։ Բայց էլ եմ ասում, կառուցապատողն էլ պնդում է, որ ինքը անօրինական ոչ մի գործողություններ չի կատարել, ինքը բարեկարգելու էր տարածքը։ Միջև քո ասել ես ասել եմ դու հանգիստ։
Աշտես վիդեոները ղրգի։ Անջատել են գերպեզով շուտով, անջատել են։ Էսի գազն է, չէ, գազն է էսի։ Հա, գազը դրվել։ Արտահոս չկա, չէ, գազի։ Անջատած է։ Գազպրոմն է նորմալ աշխատում է։ Լեզու չեր ֆռում, ասեր տրանս գազն է Երևանի ԳԳՄ-ն է։ Թե որտե Մուրադն դե արուսը։ Ասում ենք գազը դի Հա։ Թաղապետարանից մարդ չկա, չէ։ Ալո։ Բարձել է։ Կարելի է թաղապետարանի աշխատողներին ուղարկել ստարաժիրովկա Գազպրոմ։ Սովորեն ոնց օպերատիվ կան դեպքի վայր։ Լավ։ Դու պատկերացա հանկարծ այս դաշտի վրա անգներ։ Երեխեք այստեղ խաղալուցել էին։ Արուսոնը։ Հա, ով գրանցի։ Գալիս եմ չես, է։